Բարի օր, ինչպես ամեն շաբաթ այսօր եւս Հանրամեդիան հանրային ռադիոյի եթերում է, ով մոռացել է, ես Լևոն Սարդարյանն եմ, եւ ինչպես ամեն շաբաթ մենք խոսում ենք, զրուցում ենք, քննարկում ենք, երբեմն նաեւ վիճում ենք խնդիրների շուրջ, որոնք կապված են հայաստանյան մեդիա դաշտի հետ։ Այսօր իմ զրուցակիցներն են երկու հրաշալի լրագրող, գեղեցիկ կանայք, իմ բախտից իշխանություն լրատվական ծառայության լրագրող Լիա Սարգսյանը եւ CVKM-ի լրագրող Էրինե Մանուկյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարգելի գործընկերներ, տեսեք, դիմաց ընտրությունները բոլորս այդ մասին գիտենք։ Լրատվական դաշտը կամա թե ակամա հայտնվել է ուշադրության կենտրոնում, որովհետեւ բնականաբար այն տեղեկատվական հոսքը, որը քաղաքական ուժերը ու ոչ միայն քաղաքական ուժերը կուզեին հասցնեին հանրությանը եւ այնտեղից նաեւ այդպիսի բարգա ֆիդբեք ստանան, հանրությունից, դա իրականացվում է հենց լրատվամիջոցների օգնությամբ, միջոցով, բայց քանի որ այդ ամենը ոչ միշտ է, որ արվում է բարեխիղճ, լրատվամիջոցները ել եմ ասում, բոլորը միգուցե մի մասի պատճառով, բայց բոլորը հայտնվել են թիրախում։ Լրագրողը դարձել է քխ, բոբո, ընդ որում դրան նաև նպաստում են մեր որոշ գործընկերների գործողությունները։ Հիմա թիրախ եք դուք զգում, թե չէ։ Լիա։ Թիրախ հանրության կողմից թիրախ, թե իշխանությունների կողմից թիրախ։ Դու բոլորի։ Այն որ հանրության ընկալման մեջ կա այն պատկերացումը, որ լրագրողները քխեն, դա միանշանակ այդպես է եւ կապ չունի թե դու որ դաշտում ես աշխատում, իշխանական թե ընդդիմադիր։ Նույն վերաբերմունքը կա նաեւ իշխանական լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ, ինչը իսկապես խնդիր է, բայց այդ խնդիրը պետք է հասկանալ որտեղից է գալիս։ Արդյոք դա պայմանավորված է նրանով, որ լրագրողը աշխատում է իշխանական լրատվամիջոցում, թե ընդդիմադիր, թե պայմանավորված է նրանով, ինչ է մատուցում լրագրողը, ինչ արժեք է ստեղծում լրագրողը։ Լրագրության որակը իսկապես ընկել է, որովհետև միաժամանակ կարող է լուսաբանվել եւ հանրությանը մատուցվել կոռուպցիայի հետ կապված դեպք եւ մատուցվել մի իշխանական падգամավորի անձնական կյանքի մասին որևիցե մի տեղեկատվություն եւ հանրությունը ընկալում է առաջինը հենց այդ կեղտոտ տեղեկատվությունը, որը առհասարակ արժեք չի ստեղծում։ Եվ այս առումով իսկապես մենք լրագրողներս մեծ անելիք ունենք, որովհետև նույն падգամավորը շատ հնարավոր է, որ թաթախված է կոռուպցիայի մեջ, սակայն լրագրողների, լրատվամիջոցների ոչ բանիմաց եւ ոչ կոմպետենտ աշխատանքի շնորհիվ հանրությունը ուղղակի դրա մասին չի իմանում, որովհետև հանրությանը մատուցում են ոչ պիտանի տեղեկատվություն։ Չէ, հակառակն էլ կա, ասենք, ես գիտեմ դեպքեր, երբ ասենք ունենք գործող կամ նախկին խորհրդարանականներ, որոնք կոռուպցիայից, այսպես ասեմ, այնքան էլ հեռու չեն, բայց իրենք ունեն սեփական լրատվամիջոցներ, որոնցով հատենց մաքրվում են, սրբադասվում են եւ այլն, ու դրանց հետո ինչ որ բարոյականության դասեր են տալի, այդ թվում նաեւ մեզ հանկարծ։ Հիմա CVKM-ը դե ինքը կուսակցական մամուլ։ Այո։ CVKM-ը քաղաքացիական պայմանագրի է պաշտոնաթերթն է, լավ, եթե հին պաշտոնական կայքն է։ Հա, չէ, հին բանով, եթե ասենք պաշտոնաթերթ էր, չէ, ժամանակին, ու ձեր դեպքում ամեն ինչ նորմալ բան է, այն իմաստով է նորմալ, որ դե ազնիվ է, այսինքն մենք իշխող քաղաքական ուժի լրատվամիջոցն ենք, վաղը այս քաղաքական ուժը կդառնա ընդդիմադիր, մենք կլինենք ընդդիմություն արդեն իշխանության նկատմամբ, որպես կուսակցական մամուլ եւ այլն, բայց այդ թիրախ դառնալու process-ը ինձ թվում է ոչ մեկին հաճելի չի, չէ՞։ Անշուշտ ես ինքս նաև որպես լրագրող ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ թիրախավորվում եմ նաև մեր որոշ գործընկերների կողմից եւ քանի որ լրատվադաշտը ինչպես եւ քաղաքական դաշտը խիստ բևեռացված է, կոնկրետ քաղաքական ուժի նկատմամբ լրատվադաշտի որոշ սուբյեկտների վերաբերմունքը ատելությամբ ոչ այդքան դրական էմոցիաներով լի պրոյեկտվում է նաև լրատվամիջոցը ներկայացնող լրագրողի նկատմամբ ես իմ մասնագիտական գործունեության ընթացքում քանիցս զգացել եմ այդ վերաբերմունքը եւ շատ ցավում եմ
Բայց ես որպես լրագրող չէի ցանկանա, որպեսզի մենք լրագրողներս մեր համայնքում այդպիսի տարբերակում մտցնեինք եւ տարբերակված մոտեցում ցուցաբերեինք մեր գործընկերների նկատմամբ, օրինակ ինձ համար չկա ընդդիմադիր լրագրող կամ իշխանական լրագրող, բոլորս լրագրողներ ենք։ Պարզապես այո, լրագրողների որոշ խումբ աշխատում է ընդդիմադիր լրատվամիջոցներում, հետեւաբար ընկալվում է սահմանափակումներ էստեղ կան, իրենց սահմանափակումները։ Այո, որոշ դաշտ այո իշխանության հետ աֆիլացված կապ ունեցող կամ իշխանության հետ նույնացվող լրատվամիջոցներում քարոզչան մեքենայում եւ այո ընկալվում է որպես իշխանական լրագրող։ Մի անգամ ժուրնալիստների միության նախագահի կողմից հրապարակված տեքստում այդպիսի տարբերակում տեսա եւ շատ ցավ ապրեցի, որովհետեւ լրագրողների իրավունքների խնդիրների հարցերով զբաղվող կազմակերպությունը այո նման տարբերակում չպետք է դնի։ Ուզում եք ձեզ մի գաղտնիք ասեմ, ժուրնալիստների միությունը լրագրողների իրավունքներով զբաղվելու օրենքով սահմանված որևէ բան չունի։ Ամեն դեպքում այդպես է ընկալվում։ Չունի։ Դե այնպես չի։ Այդպիսի համարում ունի։ Հա, համարումը կա, հասկանալի է, բայց Տիկին Սեյրանյանի գործունեությունը ամեն դեպս լրագրողների իրավունքների, այսպես ասեմ, բարձրացմանը այնքան էլ չի նպաստում։ Ինչու մենք տեսնում ենք հայտարարություններ, որոշ իր ձևակերպման ընդդիմադիր լրագրողների հետ իշխանության այս կամ այն ներկայացուցչի հետ ունեցած կոնֆլիկտի վերաբերյալ, բայց այդ նույն հայտարարությունները, այդ նույն սրտացավ վերաբերմունք, օրինակ, չենք նկատում իր ձևակերպամբ իշխանական լրագրողների հանդեպ։ Բայց իմ հետ կապված երբևէ որևէ հրապարակում չի արել Տիկին Սեյրանյանը։ Ձեր բախտը չի բերել, հարգելի Լիա։ Թեպետ բազմաթիվ անգամներ թիրախավորվել եմ իշխանական պաշտոնյաների կողմից այդ շրջանակին։ Շատ ուշադրությանն, այո։ Չգիտեմ, շնորհավորեմ դրա համար ձեզ, թե ցավակցեմ ամեն դեպքում։ Հիմա Լիան իր խոսքում ասեց, որ այն վերաբերմունքը, որ հանրությունն ունի լրագրողների մասնավորապես եւ ընդհանրապես լրատվական դաշտի նկատմամբ առհասարակ դա ունի իր պատճառները։ Ես իմ թեզը ունեմ, բայց ես քանի որ այստեղ չեմ եկել, ես պատմեմ, ես ինչ եմ մտածում, ինչ իմաստ եմ մտածում, այդ դու ինչ ես մտածում, պատճառը որն է, որտեղից սկսեց դա ամեն ինչը, որտեղ ինքը նոր երևույթ չի։ Նոր երևույթ չէ, բայց ոչ էլ այդքան հին է, որովհետև օրինակ նախկին իշխանությունների ժամանակ երբ լրագրողները մոտենում հարց էին տալիս, ի պատասխան պաշտոնյաները չէին ասում դուք ասեք տեսնեմ ձեր գումարները որտեղից, դուք որտեղ եք աշխատում, որովհետև այն ժամանակ ձեր ասած падգամավորները հրաշալի գիտեին այդ գումարները որտեղից, որտեղ մի մասը իրանք էին տալիս։ Ամեն դեպքում այս վարքագիծը առնվազն վարքագծի հետևանքով թիրախավորվում են լրագրողները, ընդ որում իրենց թիրախավորում են նախկին լրագրողներ, դուք բազմաթիվ դեպքեր գիտեք, երբ ազգային ժողովի падգամավորները մեր գործընկերներին հենց այդպես հարցադրումներ են ուղում, ի պատասխան նրա, երբ պայմանական ապարքեվատրումների մասին հարց է հնչում, առհասարակ լրատվամիջոցների ու լրագրողների թիրախավորումը գալիս է հենց պաշտոնյաներից, ես չեմ ասում միայն իշխանական, որովհետև ընդդիմադիր падգամավորներն ու պաշտոնյաներն էլ են այդպես իրենց պահում, իմ նկատմամբ էլ է եղել նման բան, ոչ հանրային ձևով, բայց իմ թիկունքի հետևում, իհարկե ես մեծահոգաբար եմ վերաբերվում այդ ամենին, որովհետև ես գիտեմ, որ ես որպես լրագրող ավելի բարձր դիրքերում եմ, քան կոռուպցիոներ պաշտոնյաները, որոնց մերժել է հասարակությունը ու որոնք ցանկանում են, այսպես ասած, մի կերպ խցկվել, նորից վերադառնալ իշխանության։ Ամեն դեպքում պետք է որևէ ձևով մեխանիզմ մշակվի, որպեսզի լրագրողները պաշտպանված լինեն նման բաներից։ Ես չգիտեմ, դա կլինի ժուրնալիստների միության նախագահը, բայց այս կառույցը ինքնին որևէ գործառույթ չի իրականացնում։ Եվ թողներեն իմ գործընկերները եւ նաեւ Սաթիկ Սեյրանյանը, եթե ես կգտնվեմ շատ անկեղծ, ապա պետք է փոփոխություն լինի, որպեսի դաշտում գործող ակտիվ լրագրող պետք է դառնա։ Հիմա այստեղ չստացվի, որ մենք եկել ենք ժուրնալիստների միությանը քննարկելու քննադատելու, բայց կան նաև լրագրողների ինքնին այդ կառույցը պետք է զբաղվի մեր հարցերով։ Պետք է այդ կառույցի ձայնը այնքան հնչեղ լինի, որ մինչև միջազգային կառույցներ հասնի։ Ես չեմ ուզում հիմա մենք իշխանափոխություն անենք ժուրնալիստների միությունում, Քավլիցի, բայց եթե մենք խոսում ենք լրագրողների խնդիրներից, ապա պետք է ամբողջությամբ դիտարկել։
Դե հիմա ժուրնալիստների միության նախագահն էլ կարող է հիմա չէ, մի վարքան քաղաքական նախասիրությունները դնենք մի կողմ։ Ասի եղբայր կամ քույրիմ, դու ժուրնալիստների միության անդամ ես, չէ, բա ինչ ես ուզում ինձնից։ Ներողություն, այսինքն պետք է ժուրնալիստների միության անդամներն ինչ որ падգամավորներ, գրողներ, գրականագետներ անհասկանալի ցակմամբ։ Իսկ դիրեք ժուրնալիստ են։ Հոդվածներ են գրել։ Եվ հիմա ամեն բլոգեր ասում է ժուրնալիստ։ Ես գիտեմ ազգային ժողովի падգամավոր, որ ժուրնալիստների միության անդամ է։ Ուրախ եմ իր համար։ Այսինքն այդ падգամավոր ավելի շատ է պաշտպանված ժուրնալիստների միության նախագահի կողմից, քան ես։ Չէ, ինքը մանդատով է պաշտպանված ազգային ժողովի։ Գուցե։ Եվ ուզում եմ, որպեսզի մենք նաև խոսենք լրագրողներից։ Ամենակարևոր լրագրողներից պետք է խոսել։ Պետք է լրագրողը գիտակցի ինչ անելիք ունի հասարակության մեջ, որովհետև մենք արժեք ստեղծող ենք։ Մենք հասարակության շրջանում մթնոլորտ փոխող ենք, իրավիճակ փոխող ենք, օրակարգ թելադրող ենք։ Եթե այսօր ես արթնանում եմ եւ որոշում եմ, որ պետք է ինչ որ մի պաշտոնյայի անկողնու մասին գրեմ, հասարակությունը խոսում է դրա մասին։ Եթե ես այսօր արթնանում եմ եւ ասում եմ, որ ստացել են անբացատրելի թվով պարգևավճարներ եւ դա արդար չէ, սոցիալապես անապահով խավի նկատմամբ, թոշակառուների նկատմամբ, մարդիկ խոսում են դրանից։ Հիմա եկեք հասկանանք, ո՞րն է արժեք ստեղծում։ Գուցե իմ հրապարակումը, գուցե իմ թեմաները այդքան էլ հաճելի չեն իշխանականների համար, բայց ամեն դեպքում ես իմ հրապարակումներից հետո, այդ թեմաներից հետո առնվազն հանրային դաշտում ես չեմ տեսել, որ իշխանական падգամավորները հերյուրանքներ տարածեն իմ մասին, խոսեն, քննադատեն։ Որովհետև ինչ որ դու անում ես դա քո աշխատանքն է, հիմա կարող եմ միգուցե ասենք, այնպես չես ներկայացրել, այսպես ես ներկայացրել եւ այլն, բայց դա քո աշխատանքն է, դա լրագրողի գործն է, այսինքն ես գտել եմ փաստ, հիմա ես այդ փաստը հրապարակում եմ, մեկնաբանեք ոնց ուզում եք։ Չկա, չէ՞ որևէ մեկը, որ կարող է կասկածել իմ հայացքների եւ իմ Բայց երբ մարդիկ բոլորն հասկանում են, դա սովորություն է դարձել, հա, մտնում են անձնական կյանքի մեջ։ Անձնական կյանքը դարձնում են հանրային քննարկման առարկա։ Ես չեմ ասում դրա իրավունքը չկա, բայց այստեղ բարոյականության ու էթիկայի բավական լուրջ խնդիրներ կան իմ խորին համոզմամբ։ Ես օրինակ ժամանակակից ժուրնալիստիկայի ահագին բաներ չեմ ընդունում, ես չեմ ընկալում, ասենք ներողություն կարող է քո վրա վերցնես, բայց ընդհանուր առմամբ իմ ընկալվի, ես մի քիչ հին եմ մտածողությամբ, բայց ասենք չգիտեմ գնալ երրաբլուր այդ ցանողների հետևից մանգալ հարցազրույցներ վերցնել, դե ինչ եք մտածում իշխանության մասին կամ անդիմացիան մասին եւ այլն, իմ համար անընդունելի է։ Ես դա չեմ ընկալում, ես դա չեմ ընդունում, բայց այստեղ էլի եմ ասում, այստեղ միգուցե կարելի է բարեխղճության մասին խոսել մասնագիտական, բայց բարոյականության մասին չի այս դեպքում։ Այն մի դեպքում բարոյականության մասին։ Իսկ եթե ծնողներն են ուզում, որ լրագրողները իրենց լուսաբանեն, դուք այդ տեսակետից։ Եկեք ցավոք թեմա է, այսօր լավ, այդ թեման շրջանցենք, որտեղ ես այդտեղ էլ իմ տեսակետ ունենք, բայց էլի եմ ասում, ես ուզում եմ ձեր տեսակետները լսեմ, ես չեմ եկել այդտեղ մենախոսելու էլի։ Իմ դիտարկմամբ ձեր բարձրացրած խնդրի պատճառն այն է, որ տվյալ լրատվամիջոցը, տվյալ լրագրողը այո, սպասարկում է քաղաքական շահ։ Լինելով այս կամ այն քաղաքական ուժի քարոզչյան մեքենան կատարում է քաղաքական ուժի իջեցրած պատվեր։ Օրինակ քաղաքական ուժը ուզում է օգտագործել ворթեկորույս ծնողների կորուստը ողբերգությունը քաղաքական նպատակներով։ Լրատվամիջոցը հրահանգավորվում է գնալ երրաբլուր եւ սադրիչ հարցերով, այո, կորզել, էմոցիա կորզել, ատելության խոսք կորզել, իշխանության հասցեին։ Չեմ կարծում, որ լրագրողները չեն գիտակցում իրենց առաքելության կարևորությունը, չեմ կարծում, որ լրագրողները չեն տիրապետում լրագրողական էթիկային, ինչն է կարելի, ինչը չի կարելի, օրինակ մարդու ողբերգությունը, ապրումները, էմոցիաները, այո, ողբը, կոծը չի կարելի ուղիղ եթերում հեռարձակել կամ դրանից պատրաստել լրագրողական նյութ ցուցադրել մարդուն ոչ այնքան կոռեկտ իրավիճակում հանրային ընկալման տեսանկյունից, չգիտեմ, կապտած դեմքով, թաց աչքերով եւ այլն։ Բայց քանի որ կա հրահանգ, այո, ցավոք սրտի լրատվամիջոցները կատարում են իրենց քաղաքական պատվիրատուների հրահանգը։ Ես ցավում եմ, որ կներեք էլի, որ այս թեման ես ինքս բացեցի, բայց հիմա լավ դրա հակառակ օրինակներ բերեմ լիա։ Տես գնացին
ծնողները, հա, ու ասում ես, որ ծնողները իրենք են ուզում արտահայտվել, կան ծնողներ, որ կարող են փաստել ինչու, որովհետև ծնողները շատ հաճախ բողոքի ակցիաներ էին իրականացնում, իսկ դա նշանակում է, որ իրենք իրենց շատ լավ, հիմա դրա հակառակ օրինակը բերեմ, ընդ որում կարող եմ սկսել ազգային ժողովից Գեգամ Նազարյանի օրինակով, կարող եմ վերջացնել ուղղակի որդեգորույս ծնողներով, որոնք եթե հանկարծ հրաժարվում են իշխանության մասին որևէ վատ բան անել, ինչ է լինում դրանից հետո, իրանք վերածվում են կենթանի թիրախի։ Այդ նույն լրագրողներն ու լրատվամիջոցները, որոնք այն դեպքում ասում են, այ հերոսացին մայրը եւ հայրը այսպեսին պիտի լինի, միանգամից սկսում են այդ մարդկանց թաղել։ Այնպես որ ամեն ինչ այդքան միանշանակ չի։ Գեգամ Նազարյանի օրինակը Գեգամ Նազարյանի օրինակ ես ընդհանրապես բերեցի։ Այո, ինձ համար շատ ցավալի է Գեգամ Նազարյանի օրինակը։ Ես եղել եմ եւ կամ այն լրագրողներից մեկը, ով երբևէ իրեն թույլ չի տա որևէ զոհվածի ծնողի որևէ ձևով թիրախավորել, անգամ տողատակերով այնպիսի նյութ գրել, որ հանրությունը կարդա եւ թիրախավորի տվյալ ծնողին։ Ես դա կարող եմ ասել եւ դա կարող է փաստել նույնիսկ Գեգամ Նազարյանը։ Բայց ես չեմ ուզում դատապարտել եւ քննադատել բոլոր այն լրագրողներին, ովքեր ընտրել են այդ ճանապարհը, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը ազատ է իր որոշումների մեջ։ Փառք Աստծո։ Չէ, սրիկա լինելը ոչ մեկ չի դաշտը ազատ է, եթե դու ընդդիմադիր ես, գնա ընդդիմադիր դաշտում աշխատի, եթե դու լրագրող ես, բայց հռետորաբանությամբ եւ հարցեր ես տալիս, որոնք առհասարակ լրագրողական սահմաններից դուրս է գալիս, ուզում ես դառնալ պաշտոնյա, գնա դարձիր պաշտոնյա։ Եթե դու իշխանամետ լրագրող ես, գնա դարձիր իշխանության ներկայացուցիչ։ Մենք այդպիսի օրինակներ ունենք, անվանական չասեմ, բայց ունենք, այսինքն դաշտը բաց է, բոլորը ազատ են։ Ինչ վերաբերում է Գեգամ Նազարյանի օրինակին, այո, ես շատ ցավում եմ, որ Գեգամ Նազարյանը հանրային դաշտում թիրախավորվում է։ Ես չգիտեմ Գեգամ Նազարյանը ուզում է դառնալ իշխանական падգամավոր կամ իշխանության ներկայացուցիչ թե ոչ, եթե ուզում է դառնալ, դա իր որոշումն է, որովհետև ինքը ընտրություն կատարելու իրավունք ունի եւ դա նաեւ ամրագրված է մեր սահմանադրությամբ։ Եթե բարոյական տեսանկյունից ենք նայում, նույնիսկ այդ տեսանկյունից որևէ մեկին քննադատելու իրավունք չունենք, որովհետեւ մենք սուրբ չենք, որևէ մեկը սուրբ չի։ Ցանկացած ոք իր ընտրությունը կատարում է ելնելով իր սեփական շահից։ Հիմա մենք այս ամեն ինչով հանդերձ եկեք էջը թերթենք էլի իսկականից ինքը շատ ծանր ու երբեմն հրապարակման չենթակա թեմա է որոշ դեպքերում։ Ես շատ լավ հնարավորություն է որպեսզի ես այս թեմայի մասին խոսեմ ձեր թույլտվությամբ։ Ես ուզում եմ խոսել, քանի որ դուք խոսեցիք զոհվածների ծնողներից, ես ուզում եմ այս մասին խոսել։ Հիշում եք հայտնի դեպքը, երբ զոհվածների ծնողներին եռաբլուրից բերման ենթարկեցին ոստիկանության աշխատակիցները։ Ես այդ ժամանակ վաղ առավոտվանից այնտեղ էի գտնվում եւ լուսաբանում էի այդ գործընթացը։ Իդեպ իրենք իրազեկված բողոքի ակցիա էին իրականացնում, նախապես հայտարարել էին, որ գնում են Նիկոլ Փաշինյանի ճանապարհը փակելու, որպեսզի նա չմտնի եռաբլուր։ Հիշում եք, հետո քրեական վարույթ նախաձեռնվեց եւ այլն։ Ինձ որպես օբյեկտիվ վկա էին կանչել, որ ես ներկայացնեմ ինչ եմ ես տեսել։ Ես տեսել էի այն եւ ներկայացրել էի այն, ինչն արձանագրվել էր նաեւ տեսանյութերով։ Քննիչը ինձ հարցադրում արեց ու այդ քրեական գործը ինքնին էմոցիայի հիման վրա քրեական գործ էր։ Այնտեղ չկար հանցակազմ։ Ես կարող եմ դա ինձ թույլ տալ ասել, որովհետև ես ինքս ներկա եմ եղել, ոստիկանների գործողությունները այո, էմոցիոնալ հողի վրա, բարոյական հողի վրա սխալ էին, որովհետև զոհվածների ծնողներին բերման ենթարկելը դա աներելի բան է, այսպես ասեմ։ Եթե մենք հիմա խոսում ենք նրա մասին, որ Գեգամ Նազարյանին թիրախավորում են, որովհետև նա այլևս ընդդիմադիր հայացքներով հանդես չի գալիս։ Բայց եթե մենք հանում ենք այն հանգամանքը, որ նրանք զոհվածների ծնողներ են, ստացվում է, որ քաղաքացիները որոշել են, որ պետք է գնան եռաբլուր, իրազեկել են այդ մասին, որպեսզի փակեն Նիկոլ Փաշինյանի մուտքը դեպի եռաբլուր։ Դա իրավապահ համակարգը կարող է կանխել։ Իհարկե կարող է կանխել։ Պետական պահպանության ծառայությունը կարող է հրահանգել ոստիկանությանը, որ բացեք ճանապարհ։ Իհարկե կարող է։ Ամեն ինչ ոչ թե ես ասում եմ ինձնից դուրս, այլ օրենքով սահմանված է, գրված է ամեն ինչ։ Երբ այդ գործը երկար քննվեց ու իդեպ ես բոլոր ծնողների կողքին կանգնած եմ եղել միշտ։ Ձեզ հայտնի զոհվածների ծնողներ միշտ զանգել են ինձ, ուզել են հարցազրույց տան, ես միշտ ազատ եմ, միշտ գնացել եմ իրենց կողքին կանգնած եմ եղել։
Երբ որ քննությունը գնաց ու հասավ այն կետին, որ հարցը մնում էր, միայն մի հարց էր մնում։ Արդյոք օրինական էին ոստիկանների բերման ենթարկելու գործողությունները եւ իրենք իրազեկել էին արդյոք ծնողներին, որ պետք է տարածքը ազատեն։ Արդյոք այնտեղ ռուպր եղել էր թե ոչ։ Գործը հասել էր դրան։ Այլևս որևէ բան չէին կարողանում գտնել, որպեսզի մեղադրանք առաջադրվեր կոնկրետ ոստիկանների նկատմամբ։ Այնտեղ ռուպր չէր եղել բնականաբար, ես ներկա եմ եղել եւ ռուպրով հրահանգ չի արվել։ Ինձ հարց տվեց քննիչը, ես պատասխանեցի, որ որպես այդպիսին պահանջ ռուպրով չի եղել։ Բայց ես տեսել եմ, որ մասնավոր զրույցներում մոտեցել են ծնողներին, ոստիկանները, խնդրել են, ասել խնդրում են գնացեք, որովհետև հիմա արարողակարգային միջոցառում է լինելու, ձեզ չենք ուզում եւ այլն։ Ուրեմն դու գիտեք հետո դա ինչպես մատուցվեց փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որ այդ գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել էր, զոհվածների ծնողներին ասել էր, որ քանի որ Լիա Սարգսյանը գնացել եւ հակառակ ձեր ցուցմունքին հակառակ ցուցմունք է տվել եւ ասել է, որ ոստիկանները ձեզ մոտեցել են ու ասել են գնացեք, դրա համար գործը կարճվել է։ Ու այդ տեղեկատվությունը տարածվել է լրատվական դաշտում եւ իմ գործընկերները ջանասիրաբար եւ մեծ հաճույքով ինչ որ process գործընթաց են սկսել իմ դեմ, կարծելով թե այդպես կարող են իրենց բարձրացնել, ինձ իջեցնել։ Ապրեն իրենք, երևի իրենցից գոհ են, չէ՞։ Ինչ բան ես ուզում ասես անընդհատ։ Չէ, ուղղակի առաջարկս է, որ Լիան ասում է, որ ինչ որ կառույց պետք է լինի, կազմակերպություն պետք է լինի, որ մեր խնդիրներով զբաղվի, մեր իրավունքները պաշտպանի եւ այլն։ Ես առաջարկում եմ ավելի կառուցողական տարբերակ, ինքնակազմակերպումը։ Պայմանավորվել է, որ հարգելի գործընկերներ, չենք թիրախավորում միմյանց, այդ կամայական վերաբերմունքը չենք ցուցաբերում միմյանց նկատմամբ, դառնում ենք կուռ համայնք, եւ երբ որ համայնքը կուռ է, բնականաբար ոչ մի սպառնալիք, ոչ մի մարտահրավեր չի կարող չէ։ Ես շատ ուրախ եմ Երանի հավատացողների, որովհետև նրանցն է երկրային թագավորությունը։ Իմ մեջ չի ռոմանտիկը, լավատեսը, ես լավատեսորեն եմ տրամադրված։ Այդ իմաստով իմ մեջ մահացել է, որովհետև այդ փորձերը արվել են։ Գիտեք, ամենամեծ խնդիրը որն էր, հետո բարձվեց, որովհետև ես ինքս դա ոչ միայն դաշտի ներկայացուցիչ եմ, ես հին ներկայացուցիչ եմ, հներին էլ գիտեմ, նորերին էլ գիտեմ։ Հարաբերական ստացվեց, չէ, սպառվեց մի հետևյալ շատ տարօրինակ բան։ Լրագրողները չեն կարող միավորվել այդ ձեր ասած տարբերակով, այն պարզ պատճառով, որովհետև չունեն ընդհանուր շահի գիտակցում։ Չկա այդ գիտակցում։ Իսկ ընդհանուր շահը պետությունն է։ Ընդհանուր շահը չէ, ես հասկանում աշխատանքային ընդհանուր շահ, իրավունքների պաշտպանության ընդհանուր շահ, չկա այդ գիտակցումը։ Չկա, գոյություն չունի։ Իդեպ ներողություն եմ խնդրում, Էլենա մի հետաքրքիր բան ասաց, որ կուր լինենք եւ ռոմանտիկ է Էլենա, իդեպ, որովհետեւ աշխատում եմ մի լրատվական միջոցում, որը պետք է հիշեցնեմ կներես Էլեն ջան, որը իմ լուսանկարը, որը ես հրապարակել էի Facebook-ի էջում ու եկեղեցու հոգեվոր հովիվներից մեկը մեկնաբանություն էր գրել իմ նկարի տակ, պատահաբար եկեղեցու պաշտոնական էջով էր գրել, Civic-ը սկրինշոտ էր արել իմ նկարը եւ տեղադրել էր պաշտոնական էջում, որ եկեղեցին գեղեցիկ եւ հաճելի խոսքեր է շռայլում մեր գործընկերուհի Լիա Սարգսյանի հասցեին, իրենց որոշումն է, իրենք իրավունք ունեն ցանկացած բան անելու։ Համատեքստը ճիշտ էր արտադրել, մենք թիրախավորել էինք ձեզ, բայց իմ նկարն եք դրել։ Այսպես երկրորդական թիրախավորման, երևի կարելի, բայց մեր խնդիրը ոչ թե ձեզ թիրախավորելն էր, հարգելի Լիա, այլ որ ես չեմ ասում որ դուք ինձ թիրախավորել եք միտումը, բայց դուք եկեղեցու հանրամեդիայի եթերում կռիվա։ Այո, չէ, բայց որպես կին պետք է հետո հեռացվեց հրապարակում։ Իհարկե, որովհետև դա ուղղակի անբարոյականություն է։ Նախ որովհետև ես լրագրող եմ, երկրորդը ես մեղավոր չեմ, որ իմ նկարի տակ մեկնաբանություն են գրել, եւ երրորդը ինչ եք ուզում դուք դրանով ասել։ Հարգելի գործընկեր, դուք ձեզ զոհականացնում եք այստեղ։ Ես երբեք մենք ձեզ չէինք թիրախավորել, այլ փորձել էինք ցույց տալ, որ եկեղեցու պաշտոնական էջը կարող է օգտագործվել X
կնոջ նման X հաջողություն կինո, շռայլելու համար։ Չգիտեմ, բարեբախտաբար թե ցավոք սրտի այդ գեղեցիկ կնոջ կարգավիճակում դուք եք հայտնվել, կարող է մեկ ուրիշ կնոջ էլ եք գրել, պարզապես քանի որ փոքր աշխատանք տանել, լրագրողական, մասնագիտական, հայտնաբերել այդ եկեղեցու պաշտոնական էջով գրող հոգևոր հովիվին եւ տեղադրել իր նկարը ու այդ մեկնաբանությունը առանց իսկ թիրախավորելու։ Ես չեմ ասում ես ես զոհ չեմ, սիրելիս, բայց եթե մենք խոսում ենք լրագրողական էթիկայի եւ կուր լինելու մասին, մենք պետք է բացառենք նման բաները։ Պետք է բացառենք, գործենք հասկանալ։ Եվ ավելի լուրջ ես կհակադարձեի ձեզ նաեւ իմ գործընկեր Վովա Հակոբյանին թիրախավորելու մի քանի դեպքեր վկայաբերելով, ոչ ուրիշ լրագրողների կողմից։ Ես շատ կուզեի, որ այդ լրագրողներից մեկը այստեղ լիներ եւ միասին հայացքը հենց այդ է հայացքից չվիրիպի նաեւ իմ գործընկերոջ նկատմամբ իրականացած։ Բայց Վովան կարծեմ լրագրող չի, չէ՞, այլևս պատգամավորական լրագրող է։ Երբ որ թիրախավորվել էր նախընտրականը չի սկսվել, նշանակում է հետեւաբար լրագրող։ Կուսակցական է, թե ոչ։ Բայց Վովան կուսակցական է, բայց կուսակցական լինելը դաշնակցական քիչ լրագրողներ կան։ Պետք է թիրախավորել մարդուն մասնագիտական աշխատանք կատարել։ Այդ արդեն իրանց խնդիրն է։ Բայց ձեզ համար, եթե մենք հիմա լրագրություն ենք կուսակցական լրագրող, էլի եմ ասում, ինքը արդեն քարոզչամեքենայի մասը։ Բայց ազնիվ է, լրագրողը հանրության նկատմամբ, եթե կուսակցություն է պաշտպանում։ Հիմա ազնիվը ազնիվ չի։ Մենք խոսում ենք լրագրողների այդ մասին չենք խոսում։ Լրագրողներն ազատ են։ Լրագրողա թե չէ։ Կուսակցական լինելով հանդերձ լրագրողա թե չէ, ես կարծում եմ, որ հա, իմ համար, անձամբ ինձ համար ընդունելի է դառնալ կուսակցական եւ մնալ լրագրող։ Ոչ, եթե ես դառնամ կուսակցական, ես կդադարեմ ժուրնալիստիկայով զբաղվել։ Ես ինքս անձամբ մեկ րոպե անգամ։ Չէ, տես դու մի քիչ առաջ ասում էիր, որ անձնական դաշտը, անձնական որոշումների դաշտում այդ ամեն ինչը։ Ես բայց դրել ես, չէ, զենք առել ես, ընկել ես մարդու հետևից, ասում ես, բա ինքը կուսակցականը ազնիվ չի, չէ։ Այդ իր որոշումն է։ Ներողություն, բա այդ դեպքում որտեղ թիրախավորվել էր որտեղ է կուսակցական լավ, եկեք ժոր։ Քանի որ մենք սրընթաց մոտենում ենք, քանի որ մենք սրընթաց մոտենում ենք հաղորդման ավարտին, եկեք մի բան փորձենք ասենց անձերից դուրս գանք էլի, որովհետև անձերի մասին բավականաչափ խոսեցինք այսօր, նաև մեր սեփական համեստ անձերի մասին է թվում։ Տեսեք, մենք ասում ենք, որ պիտի լինի այսպես, չպիտի լինի այսպես։ Ես ասում եմ, ես դրա ձևը չգիտեմ։ Ես չգիտեմ ոնց անել, ինչպես անել, որ լրագրողը մնա էթիկայի մարդկային առաջին հերթին։ Լավ մասնագիտական էթիկան մենք միշտ տարանջատում ենք, իրենք իմ համար նույնական են։ Որ լրատվամիջոցը մնա այդ էթիկայի սահմաններում, որ այդ մասնագիտական էթիկայի միջայլոց բաղադրիչներից մեկը նաև այն է, որ ես եթե ինչ-որ բան կարդում եմ, ես պիտի իմանամ, դա որտեղից է ֆինանսավորումն, որովհետև այդ օդից եկած հարց չի։ Օրինակ հանրային ռադիոն դու գիտես որտեղից է ֆինանսավորում, հանրային հեռուստաընկերությունը, CV-ը գիտես որտեղից է։ Բայց ես չգիտեմ օրինակ իշխանության լրատվականը որտեղից է ֆինանսավորվում։ Եվ այլն, իշխանության ներկայացուցիչ եք համարվում, դուք ունեք այդ լծակները, կարող եք դիմել պետական եկամտների կոմիտե։ Ճիշտ ասած, ես մի քիչ պատրաստվել եմ հարցազրույցի գալուց առաջ եւ մի բան պարզեցի, որ լրատվամիջոցը գրանցվել է նախորդ տարի սեպտեմբերի 25-ին եւ այդքանով եզրափակվում է պետական ռեգիստրում իշխանություն որովհետեւ լրատվամիջոցը ունի գրանցում եւ շատ թափանցիկ է, դուք կարող եք տեղեկություններ ստանալ եւ դիմել, բայց եթե դրա իրավասությունը ունեք իհարկե, դիմել օգտագործել ձեր լծակները, իսկ ինձ թվում է, եթե CV-ը կարողանում է ազգային անվտանգության ծառայությունից հարցման միջոցով տեղեկություն ստանալ։ Իմանալ մի բան, ինչը որ հավերժ է, մարդը եթե հավաքագրված անձ է, դրա գաղտնազերծումը հակաօրինական եւ հավերժ է այդ մարդը հավաքագրված։ Շատ լավ։ Եթե դուք կարողանում եք այդպիսի տեղեկատվություն ձեռք բերել, դուք ամեն ինչ կարող եք ձեռք բերել։ Լավ, այդ դեպքում ես այդ հնարավորությունը փորձեմ ես ինքս անել, բայց հիմա այսքանով սահմանափակվենք, շնորհակալություն շատ, որ այս բուրըն քննարկման մասնակիցը ինձ դարձրեցիք։ Հիշեցնեմ այսօր իշխանություն լրատվական ներկայացնող Լիա Սարգսյան, Հեղինե Մանուկյան Civic.am լրատվականը ներկայացնող եւ ես համեստ Լևոն Սարդարանս հանրային ռադիոյից։ Հաջողություն կհանդիպենք հաջորդ շաբաթ։